Ծանր լռություն է վերին Ծաղկավանում։ Տավուշի մարզի այս գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել 19-ամյա Արամ Խաչատրյանին։ Շատ համեստ խելոք ընտանիք են իրանք։ Շատ լավ բան եմ, երկու աղբեր են, երկուսն է շատ խելոք։ Շատ մեծ ցավ ենք ապրում որ։ Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուց մի քանի մետր հեռու է տեղի ունեցել ողբերգությունը։ Քաղաքի կենտրոնում շաբաթ կեսօրին են սպանել տավուշցի պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանին դանակի 7 հարված հասցնելով։ Դեպքի վայրից դեռ չեն հավաքել դեղին ժապավենները։ Իրավապահները պարզել են, որ Արամին զանգել կանչել են Սևան ու առանց խոսք ու զրույցի դանակահարել։ Տավուշի վերին Ծաղկավանում ասում են, թե նա դանակի հարվածը ստացել է իրեն հանդիպման կանչած երիտասարդին բարևելիս ողջագուրվելու պահին։ Կանչել աղրաղ այդ երեխուն, ասել առանձնանալ ձեռը գցել ուսով։ Դրնյամ այդ երեխա գյուղի։ Գցելով այդ պահին խփել այդ երեխան։ Դատախազությունը հայտնում է քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։ 1 ամսով կալանավորվել է 2 մարդ՝ Ն.Մ. և A.M. 16-17 տարեկան այդ երեխին մեկ անգամ տեսել եմ, ճանաչում եմ։ Մեկը 16 տարեկան, մեկը 15։ Երևի, հա, այդ հասակի երեխեք են էլ է։ Սևանցիների խոսքով ենթադրյալ հանցագործները անչափահաս եղբայրներ են՝ 16-17 տարեկան։ Արամին Տավուշից Սևան հաշիվ պարզելու են կանչել իրենց քրոջ հարցով։ Տեսել եմ ինչ-որ քրոջ պատճառով, բայց քույրը տեղ կապ չունի, ինչքան գիտեմ, քույրը ամուսնացած առանձին եւ ուրիշ բան կրել։ Վերին Ծաղկավանցի Արամը 6 ամիս ծառայելուց հետո միացել էր Պաշտպան հայրենյաց ծրագրին, որպես պայմանագրային ծառայության էր անցել 3 ամիս առաջ։ Հերթափոխը հանձնել էր ուրբաթ ու գյուղ գնացել։ Լսել եմ, որ արձակուրդում ա եղել։ Ուրիշի տունը քանդեցին էլ հապսոս է երեխան։ Դրանք էլ գնացին Կորան ինչի համար։ Հայաստանում մահացու հաշվեհարդարների շղթան չի ավարտվում։ Առնվազն ամեն շաբաթ հայտնի են դառնում օրը ցերեկով դանակահարությունների կրակոցների մասին։ Տագնապով ու ափսոսանքով արձանագրում են Սևանի բնակիչները։ Մարդ վախենում է իր տնից դուրս գա։ Իմ երեխան ես 18-ից էնյան դուրս մի արի։ Կրիմինալ երկիր է մեր Հայաստանը, կրիմինալ։ Որ աշխարհում երևի անվտանգ երկրներից մեկն էր։ Հիմա ահա որն է պատճառը, որ չեն դատում, չեն պատժում։ Եթե մի երկուսի լավ ուզածի դատեն, երրորդ հրիշ չի անի։ Ինչ գործ ունի դպրոցական երեխի ջեբը դանակը։ Ինչ գործ ունի։ Կամ այսքան թմրամոլությունը, բայց պետք է վերջը։ Ինչ պետք է լինի։ Ավելի վատալնելու։ Սերունդը քանի գնում է հետ անահանջում։ Դաժանաբար սպանեն մարդուն, տեսներին պետք է վերացնեն, որ մյուս անգամ այդպես բաներ չանեն, որ թուրք չեն իրանք։ Հեմի ոչ օրենք կա ոչ բան կա, սաղել թանկում են իրեր։ Պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ վերջին միջադեպը մոտ 3 շաբաթ առաջ է եղել։ Հրազդանցի 24-ամյա Ավետիք Մկրտչյանին Նուբարաշենի զորամասի մոտ այնքան են ծեծել, որ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա մի աչքը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2 մարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից մեկը կալանավորվել է։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։